Պարոն Բաքոյան, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի ճանապարհը, այս 3 օրերի ընթացքում մեր տարբեր միջազգային գործընկերներ, անհատ падգամավորներ տարբեր երկրների դատապարտող հայտարարություններով հանդես եկան, որպեսզի Ադրբեջանը անհապաղ բացի այդ ճանապարհը, ըստ ձեզ ինչ հնարավոր զարգացումներ եք այստեղ տեսնում։ Այստեղ անելիքները ամբողջությամբ ռուսական կողմում են եւ ինձ համար առնվազն մինչեւ հիմա չարձագանքելը կամ վերջի իրենց արձագանքը պետական մակարդակով բավականին տարօրինակ եւ չհիմնավորված է եւ այստեղ այո մեր ռազմավարական գործընկերները դաշնակիցները անելիք ունեն, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այստեղ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն անխափան երթևեկությունն ու առհասարակ այստեղ ռուսական խաղաղապահները գործ ունեն, բայց մենք տեսնում ենք, որ սա առաջի դեպքը չէ։ Ես կարծում եմ այն իրավիճակը, որ այս պահին Լաչինի միջանցքում ստեղծվել է, անընդունելի է եւ այն հումանիտար աղետը, որը սպասվում է Արցախահայությանը, կարծում եմ սրա համար պատասխանատու կողմեր կան եւ պատասխանատու կողմերից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, ում խաղաղապահների միջոցով այստեղ անխափան երթևեկությունը պետք է ապահովել եւ մինչ այս պահը մենք նկատում ենք աշխարհի ամենատարբեր երկրներ եւ միջազգային կառույցներ հստակ ուղերձով են հանդես եկել եւ կոչ են անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նմանատիպ սադրանքներից, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը, որը երրորդ կողմն է եւ Արցախյան կոնֆլիկտին ամենաակտիվ միջնորդող կողմը, միջամտող, որևէ արձագանք չկա եւ այն արձագանքը եւ այն լողոզված արձագանքը, որը պետական մակարդակով իրենք են տվել, սա անհեթեթություն է եւ նման անհեթեթ արձագանքը կարծում եմ որևէ կերպ չի բխում ռուսական կողմի շահերից եւ հետեւաբար այստեղ կարծում եմ, որ ռուսները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, այլ ոչ թե լղոզված հայտարարություններ անեն։ Երեկոյան Telegram ալիքներով տեսանյութեր տարածվեցին, որտեղ ադրբեջանցի այսպես կոչված ճակերտավոր բնապահպանները նստած ֆուտբոլ էին նայում եւ նրանց կողքին կանգնած ռուս խաղաղապահները հանգիստ հետևում էին այդ ընթացքին եւ որևէ միջամտություն չկար նրանց կողմից։ Նրանք ինչ որ ձևով չեն կարողանում միջամտել, թե չեն ցանկանում ըստ ձեզ։ Այս process-ը բավականին տարօրինակ է եւ նույնիսկ անհասկանալի, երբ հատուկ ջոկատայինները կամ նրանց անվտանգության աշխատողները ադրբեջանցիների մասին խոսքը, ովքեր հանդես են գալիս որպես էկոակտիվիստներ կամ այն կանայք, ովքեր սպանված կենդանու մորթուց հագած մուշտակներով հանդես են գալիս որպես էկոակտիվիստներ, իհարկե հասկանալի է ամբողջ նպատակը եւ հասկանալի է նրանք ովքեր են, բայց նրանց կողմից ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը, երբ բավականին անհարգալից վերաբերմունք են ցույց տալի ռուս խաղաղապահներին, կարծում եմ սա հարիր չէ աշխարհի գերտերություններից մեկին, ում խաղաղապահներին կարող են նման կերպ վերաբերվել եւ խնդիրը այստեղ ֆուտբոլ դիտելը չի, խնդիրը այստեղ հենց այս ակցիան թույլատրելն է, որը չպետք է թույլ տային եւ արագ պետք է միջամտային ռուս խաղաղապահները, բայց չարեցին։ Երրորդ օրը արձագանքեց Ռուսաստանը, արձագանքներ դեռևս չենք տեսնում մեր անմիջական հարևաններից, Իրանից եւ Վրաստանից։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Չեմ կարող ասել ինչով կարող է պայմանավորված լինել մեր հարևան երկրների անարձագանք թողնել այս process-ին, բայց կարծում եմ եւ մեր հարևան երկրները, ովքեր նաեւ մեզ բարեկամներ են, պետք է անմասն չմնան այս process-ից, որովհետեւ իրենց անմիջական հարևանությամբ է տեղի ունենում նման անմարդկային քայլեր եւ ըստ էության եւ Հայաստանը եւ մեր մյուս հարևան երկիրը իրենց համար բարեկամ երկրներ են համարվում կամ բարեկամ ժողովուրդներ են համարվում, ես կարծում եմ իրենց միջամտության անհրաժեշտությունն էլ այստեղ կա։
Այս 3 օրերի ընթացքում կրկին սկսեցին ակտիվորեն տարբեր շրջանակներ շահարկել Զանգեզուրի միջանցքը տալու հարցը։ Այսօր այդ խնդրին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ անգամ նման բանավոր որևէ համաձայնություն ձեռք չի բերվել եւ այդ բոլոր պնդումները առնվազն տգետ հիմնավորումներ եւ պնդումներ են։ Ոնց եք դուք կարծում, ինչեւ այս պահը մենք չենք հերքել կամ ասել ենք, որ նման հայտարարություններ եղել են կամ խոսվել է այդ բանի Զանգեզուրի միջանցքի մասին, մենք բազմաթիվ անգամներ ի սկզբանե, երբ այս թեզը հենց մեր երկրի ներսում սկսեցին շրջանառել եւ կարծեք թե բառիս համար կներեք, բայց բավականին լավ պասերով խաղում են ադրբեջանցիների հետ մեր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները եւ ոչ միայն իրենց հետ, այլ նաեւ մի այլ երրորդ երկրի կամ այլ երկրների հետ են բավականին լավ համագործակցում եւ նրանց պատվերը կատարում երկրի ներսում եւ այս առումով փորձել են եւ հիմա էլ փորձում են երկրի ներսում այս թեզը անընդհատ առաջ տանել եւ ժողովրդի ականջին արդեն սովորական դարձնեն այս արտահայտությունը, որպեսզի կարողանան որևէ ճանապարհով, այդ թվում նաև այն ճանապարհով, որ հիմա այն process, որ հիմա տեղի ունենում է, սա այն ճանապարհներից մեկն է, որ ցանկանում են դրա միջոցով հասնել Զանգեզուրի միջանցքի ստացմանը, բայց պետք է ասեմ, որ որևէ մեկին սա չի հաջողվելու, որովհետև մենք բազմաթիվ անգամներ նշել ենք եւ մեր երկրի ղեկավարը եւ մեր քաղաքական ուժը բազմաթիվ անգամներ մենք հայտարարել ենք, որ կարմիր գիծ է մեզ համար եւ որևէ անգամ դա քննարկման առարկա լինել չի կարող, հետեւաբար այս թեմայի մասին խոսելը կամ անընդհատ երկրի ներսում առաջ տանելը անհեթեթություն է եւ որևէ այլ երկրի շահերի սպասարկում է սա նշանակում։ Ազգային ժողովին դիմադիր падգամավորները երեկ չմասնակցեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջարկած Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարության քննարկմանը, փոխարենը նրանք գնացին կառավարության դիմաց հանրահավաք հանելու։ Ըստ ձեզ ինչու։ Չմասնակցեցին, որովհետև հենց որևէ այլ երկրի պատվեր էին կատարում եւ հետեւաբար մի փոքր իրենց պատկերացմամբ շանս են ստացել, հնարավորություն են ստացել իրենց քաղաքական օրակարգը առաջ տանելու, այն է այս հնարավորությունը օգտագործել իշխանությունների դեմ եւ փորձել հասնել իրենց բաղձալի նպատակին կամ երազանքին, այն է հասնել իշխանության եւ այստեղ սինխրոն աշխատում են ուրիշ երկրների հետ։ Երեկ կառավարության դիմաց հանրահավաք էին անում նաև հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Սերժ Սարգսյանը, նրանց մեջ գտնվեցին նաև մարդիկ, որոնք կոչեր հնչեցրեցին այրել հանրապետության գլխավոր տոնածառը։ Ըստ ձեզ Լաչինի միջանցքը բացելու արդյունավետ միջոցը դա էր։ Այս երկրի համար որևէ լավ բան մինչ այս պահը կամ իրենց իշխանության օրոք չեն արել եւ հետեւաբար այո նրանք կարողանում են վառել տոնածառեր, կարողանում են վառել դրոշներ, պատրել թղթեր, որի վրա կամ կենթանիներ են նկարած կամ ուղղակի որևէ բան է գրված, որը չի վերաբերվում քաղաքականությանը, բայց ներկայացնում են որպես քաղաքական որևէ փաստաթուղթ, հետեւաբար լուրջ որևէ ակնկալիք ունենալ մեր այսօրվա ընդդիմությունից պետք չէ, իսկ ինչ վերաբերվում է իրենց քաղաքական առաջնորդներին, ապա ուզում եմ տեղը հիշեցնել, երեք ազգային ժողովի ամբիոնից տեղը հիշեցրել եմ, որտեղ է այս խնդրի լուծումը եւ եթե իրենց պատկերացմամբ Լաչինի միջանցքը անցնում է Հանրապետության հրապարակի այն հատվածով, որտեղ կառավարության շենքն է եւ այստեղ իրենք ուզում են Լաչինի միջանցքը փրկել եւ բացել, որպեսզի փրկեն մեր Արցախահայության հումանիտար աղետից, ապա տեղը շատ պարզ է եւ տեղը ցույց եմ տալիս, թող գնան ռուսական դեսպանատան մոտ եւ այնտեղ ճղեն փաստաթղթեր եւ այնտեղ անեն այն ինչ այս տարիների ընթացքում իրենց հասու է եղել, չգիտեմ, փաստաթղթեր պատրել կամ դրոշներ, չգիտեմ, այրել կամ տոնածառներ ջարդել, թող գնան այնտեղ անեն եւ դրանով հասնեն այն արդյունքին, որով երեք գնացել են կառավարության շենքի դեմ։ Խնդրի լուծումը, հարցի լուծումը տեղը ցույց եմ տալիս, թող գնան ռուսական դեսպանատան մոտ, խնդրի լուծումը միայն այնտեղ է։ Թող գնային այնտեղ եւ պահանջեն այն կողմից, որը ապահովում է Լաչինի միջանցքի
անվտանգ երթևեկությունը։ Որևէ այլ բան չկա սպասել ընդդիմությունից, որ այս վտանգի պարագայում կամ նման վտանգների պարագայում կամ այն ինչ տեղի ունենում մեր սահմաններին, այդ թվում նաև անցած սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին, նրանք իշխանությունների հետ փորձեն լուծումներ գտնել, իհարկե դրա փոխարեն իրենք լուծումները այլ տեղ են գտնում, սպասարկելով դրսի շահերը։ Մտավախություն չունեք, որ Աստված մի արասցե, եթե սահմանում լարվածությունը մեծանա, նրանք սկսեն արդեն անվերահսկելի գործողություններ իրականացնել։ Գիտեք, քաղաքական դիակները չեն կարող որևէ անվերահսկելի գործողություններ իրականացնել եւ 44-օրյա պատերազմից հետո մենք տեսել ենք ինչպիսի հսկայական ֆինանսական միջոցներ են վատնում եւ ինչ մարդկային ռեսուրսներ են փորձում օգտագործել, բայց այլևս նրանք վերադառնան եւ զբաղեցնեն որևէ կարևոր դիրք այս երկրում անհնար է։